Նախ այստեղ հնչած մի քանի մտքերին անդրադառնանք, հետո անդրադառնանք այն օրակարգին, որը քննարկում ենք։ Շնորհակալություն պարոն Ռուբինյան, որ առանց ասելու ինչ է քննարկել ՔԼՉ-ի հետ եւ ինչ է ՔԼՉ ասել ձեր ականջին, իրականում ասում եք ինչ է ասել, որովհետեւ ես ոնց հասկացա, ձեր իրական Հայաստանի Նիկոլ Փաշինյան անկյունակարային դրույթներից մեկը դեռևս չհրապարակված հակադաշնակցականությունն է։ Միանգամից հրապարակեք, տենց մի կաշկանդվեք, որովհետեւ նախանձելի է այն ագրեսիան ու այն կիրքը, որով դուք խոսում եք դաշնակցության դեմ։ Դրանով կարաք համեմատվեք կոմունիստների հետ, կարաք համեմատվեք Բաքվի բանտում հայ գերիներին մեղադրանք ներկայացնող դատախազի հետ կարաք համեմատրեք, մեկ էլ ՀՀՇ-ի հետ կարաք համեմատվեք, բայց իրանք մի քիչ ավելի ինտելեկտուալ էին։ Տեղ մրցակցությունը շատ է ձեր, բայց ես խորհուրդ եմ տալիս, հատկապես Արտուր Հովհաննիսյանին շատ եմ խնդրում հնարավորինս հակադաշնակցական ելույթներ ունենա։ Ես դաշնակցության իմիջի բարձրացման, դաշնակցության շուրջ մոբիլիզացիայի ապահովման ավելի լավ տարբերակ չգիտեմ։ Ինձ էր գլխավոր բանակցողներն են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ամեն բանակցություններից հետո գալիս հակադաշնակցական ելույթներ ունենում։ Դա ընդհանրապես խոսումը ավելի բարձր, քան ցանկացած խոսքերը։ Բայց մի դրվագի ուզում եմ անդրադառնալ, էլի։ Այստեղ մի նարատիվ է նկատվում, այս մարդիկ իրենց համեմատում են առաջին հանրապետության այրերի հետ։ Այսինքն ուզում եմ հասկանալ, ով ում հետ է համեմատվում, էլի։ Այդ տրամաբանության մեջ Նիկոլ Փաշինյանը մեր Արամ Մանուկյանն է։ Այդ մարդու մասին ամենահայտնի պատմություններից մեկը բացի այն, որ պետականաստեղծապետության հիմնադիր է, զրոյից պետությունը տասնյակ հազարավոր քառակուսի կիլոմետր ստեղծած է, Վանի հերոսական ինքնապաշտպանություն կազմակերպած է, ամենահայտնի պատմություններից մեկը տարածված այն է, որ հրաժարվել է տիֆի պատվաստանյութից, որ որբերին դա հասնի։ Այս մարդուն ասում ենք պատավատներից հետ մեկից հրաժարվի, ձեռը չի գնում դա անի։ Ինչը ում հետ ենք համեմատում, կամ այդ տրամաբանության մեջ մեր դրոն բանն է, Սուրեն Պապիկյանն է։ Ձեր ծիծաղն էլ է գալիս, չէ, գիտեմ։ Ասենք բանը Ալեն Սիմոնյանը ով է տեղ։ Հովհաննես Քաջազնինով ում տղեն նահատակվել է այդ Հայաստանի անկախության համար մղված պատերազմում։ Դաշնակցությունը Հայաստանի անկախության համար մղված պատերազմում ամենաշատ զոհերը տված ուժն է։ Այստեղ գալիս ասում է դաշնակցությունը Հայաստանի անկախությանը դեմ է եղել։ Բայց դաշնակցությունը Հայաստանի անկախությանը դեմ էր։ Դաշնակցական ջոկատները Շահեն Մեղրյանը, Դուշման Վարդանը, Արցախի անտառներում հայկական ուժերի դեմ էին կռվում։ Ինչ էին անում այնտեղ։